անորոշ է, մեզ կպատասխանեն, կզանգահարեն, տեղյակ կպահեն, մենք ուզում ենք փորձագետի հետ հանդիպման, որ փորձագետ լինի։ Զինվորների հարցի շուրջ կրճատման իրենց տարուկեսը մեր տղաների ծառայում են 2 տարի, որպեսզի մեր տղաների ծառայությունը դարձնեն 1.5 տարի։ Այդքան մեզ փորձագետ է պետք, որպեսզի մեր հետ նստի, խոսի եւ իրենք եւ մենք հարցին լուծում տրվի կամ այս կողմ կամ մյուս կողմ, կամ լինում է կամ չի լինում։ Քանի հոգի է միացել ձեր պահանջին։ Մենք ունենք 500 ծնող մինիմումը, ամենաքիչը։ Պարզապես հիմա ունենք Վանաձորից եկածներ, Աբարանից եկածներ, հեռու տեղերից եկածներ ունենք եւ ավելի են դառնալու, եթե հարցին լուծում չտրվի։ Ինչ եք պատրաստվում անել։ Բողոքի ակցիաները շարունակվելու է։ Միանշանակ, եթե հարցին լուծում չտրվի, մեզ չհանդիպեն, մեր հարցին պատասխան չտան, ավելի մեծ ամբոխով ենք հանդիպելու ու չենք լռելու։ Մենք շատ նորմալ, հանգիստ ասել ենք, որ մեզ հանդիպեք, խոսեք, որ այս հարցը կամ լուծվի, կամ լինում է, կամ չի լինում։ 8 ամիսա մենք պայքարում ենք արդեն։ Այսքանը։ Պատճառը ո՞րն է, որ ցանկանում եք մի տարի 6 ամիս ծառայեն, որովհետև բանակում ծառայելը միշտ պատիվ է եղել տղաների համար։ Բոլորից էլ պատիվ է եղել, բայց 25-ի զորակոչը ինչով է մեղավոր, որ պետքա ծառայի 2 տարի։ Ինչով։ Քանի որ այդ բարոյա հոգեբանական իրավիճակը լինելու է բանակում, նորից մի հատ կռվի առիթ առաջանալու բանակում, ոչ թե առաջանալու, արդեն առաջացած վիճակ է այնտեղ, հենց այնպես չի լինի։ Կան զորամասեր, որ մեկը մյուսին ասում են դուք տարուկես ես ծառայում, ես 2 տարի եմ ծառայում, նման հարցադրումներ կան արդեն։ Եթե խնդիր չլինի, երեխեք չեն հանի։ Մենք այդքանը հասկանալով, մենք միջև տղաները այդքանը հասկանալով այդ հարցին հասնելուն, մենք ուժը 8 ամիսա դրա համար պայքարում ենք, ու մեր հարցին պետք է լուծում տրվի, կամ լինում է, կամ չի լինում։ Խրախուսական արձակուրդներ ոչինչ չենք ուզում, միայն կրճատում։ Կրճատվում է 2 ամիս կրճատվի, ու կարող են կրճատել, քանի որ մենք ունենք նաև սոցկայքերից տվյալներ, թող նստեն մեր հետ քննարկեն, մենք ամեն ինչ կասենք, այսքանը։